Չիմիրոպ ժամ 2:30 Առաջի հարցը ֆակտը։ Գնաց ժամանակ։ Մի վարքյան ժողովուրդներ լույս Այս ժամն եմ պահել, որ մի ժամը լրանա։ Խնդրեմ։ Պարոն Փաշինյան, քարոզարշավի ընթացքում նախորդին ձեր առաջ հայտարարությունը Ղարաբաղի հետ կապված Ղարաբաղը չի եղել, եթե մենք դպրոց ենք կառուցել, մանկապարտեզ ենք կառուցել, գործարան ենք կառուցել, ձեր ընդդիմախոսների կողմից սա քննադատության է արժանացել եւ ասում են, որ դուք մանիպուլացնում եք սրանով, ինչպես կմեկնաբանեք ձեր այդ հայտարարությունը։ Չեմ մեկնաբանի, որովհետեւ ինչ որ ուզում եի ասել եմ։ Եվ ասել եմ եւ դա առաջին անգամը չի, որ այդ թեմային անդրադառնում եմ, ես բազմիցս եմ այդ թեմաներին անդրադարձել եւ լրացուցիչ մեկնաբանության անհրաժեշտություն չեմ տեսնում։ Այսինքն իսկապես չի կառուցվել այդպես մանկապարտեզ, դպրոց, գործարան, ինչպես եք խնդրում։ Ինչ նկատի ունեք։ Ես խոսում էի Կորնիձորում, խոսում էի տարածքների մասին, Ղարաբաղի շրջակա տարածքների մասին եւ այո, չի կառուցվել։ Ինչ որ անունով չի կառուցվել է, դե ֆակտո չի եղել եւ ինչ որ Ղարաբաղում կառուցվել է, դա ընդամենը չկառուցածի հաշիվ է, իհարկե։ Միանշանակ եւ աներկբա։ Հաջորդ հարցը 24-ից։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, Ռուսաստանի նախագահը դիմել է ձեզ, նշելով, որ կողմնորոշվեք, եթե գնում եք ԵՄ, դիմել քաղաքագիր Տապահարզանի, երբ եք դուրս գալու ԵԱՏՄ-ից եւ ընդհանրապես հաշվարկել եք, թե ինչ է դա արժանանալու Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացու վրա ձեր քաղաքականությունը, եթե դուրս գալու։ Գիտեք, նախ ես այդ թեմայով բազմիցս անդրադարձել եմ եւ նաեւ Ռուսաստանի նախագահի հետ մենք աշխատանքային մակարդակում այդ քննարկումները ունեցել ենք եւ ես ասել եմ, որ ինչպես հրապարակային արտահայտվել եմ, որ մինչեւ այն պահը, երբ որ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի դե յուրե եւ դե ֆակտո, մենք նման հարց օրակարգում չենք դնում։ Եվ ես համաձայն չեմ նաեւ ապահարզան ձևակերպման հետ, որովհետեւ ես ազգային ժողովում եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ, ես այդ ձևակերպման հետ համաձայն չեմ։ Հայաստանի Հանրապետությունը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ եւ մենք Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ ենք, այնպիսի անդամ ինչպես մյուս անդամները եւ քանի դեռ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, մենք լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը եւ ելի եմ ասում, քանի դեռ չի, որովհետև կարող է մեկնաբանություն լինել, որ դա կապված է իմ անձի հետ, մեր քաղաքական թիմի հետ, դա օբյեկտիվ իրականությունից բխող process է եւ այո, հարաբերությունների տրանսֆորմացիա է տեղի ունենում եւ ես դրական եմ գնահատում հարաբերությունների տրանսֆորմացիան։ Ես հասկանում եմ, որ նաեւ որոշակի հարցեր կան, դիսկոմֆորտներ կան, որոշակի պարզաբանման ենթակա նրբություններ կան, բայց իմ գնահատականն այն է, որ մենք այդ հարցերի շուրջ պետք է աշխատենք հանգիստ, հանդարտ, առանց նյարդի, առանց լրացուցիչ սրելու եւ մենք այդ տրամաբանությամբ էլ գնալու ենք։ Իմիջիայլոց ուզում եմ ասել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մենք այդ աշխատանքային հարաբերությունները ունենք հիմնված
փոխադարձ վստահության վրա մենք ամենասուր հարցերը քննարկել ենք շատ հանգիստ, հարգալից, բարեկամական մթնոլորտում եւ միջավայրում փաստարկների եւ փաստերի վրա հիմնվելով եւ ես այդ տրամաբանությունը շարունակելու եմ եւ իմ հարգանքների հավաստիքը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահին եւ Ռուսաստանի Դաշնությանը ելի եմ ասում մենք Ռուսաստանի շահերը վնասելու խնդիր չունենք, չենք ունեցել եւ չենք ունենալու, բայց մենք լիարժեք նաեւ նվիրված ենք մեր պետության շահերին եւ այդքանը իհարկե մենք նաեւ Եվրամիության հետ մեր հետագա հարաբերությունները խորացնելու եւ Եվրամիության անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքի տրամաբանությամբ շարժվելու այն է ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու եւ խորացնելու ճանապարհով ենք ընթանալու։ Շնորհակալություն, հաջորդը Նյուզայում։ Պարոն Փաշինյան, թեման շարունակելով Ռուսաստանից նաև պահանջում եմ, որ դուք նաև արձագանքեք Զելենսկու հայտարարություններին, որ Հայաստանում Զելենսկին հայտարարություններ արեց, Ռուսաստանից պահանջում են նաև դուք արձագանքեք այդ հայտարարությունը եւ ասում են ինչու հայկական կողմը Հայաստանի ղեկավարը որևէ ձևով չարձագանքեց դրան, դեռ որ սպառնալիք էր հնչում իրենց հասցեին հայկական հարթակում։ Եվ նաև մայիսի 28-ին ԵԱՏՄ ղեկավարների նիստն է տեղի ունենալու, ասում են, արդյոք ինչ-որ ձևով թեկուզ հեռավար դուք մասնակցելու եք։ Նախ ես ասեմ, որ եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը բազմակողմ հարթակ է, անցկացման վայրը կապ չունի եւ այդ միջոցառումը ինչքան Հայաստանի ինչքան իմ միջոցառումն է, այնքան էլ մյուս մեր գործընկերների միջոցառումն է։ Եվ ես չեմ կարծում, թե ես մասնակից երկրների շատ լավ հյուրընկալող երկրի կառավարության ղեկավարի եւ հյուրընկալվող երկրի ղեկավարի կարգավիճակով ես չեմ կարծում, թե պետք է գրաքննեմ կամ պարտադիր ամեն ինչին արձագանքեմ եւ դա բազմակողմ հարթակ է եւ այդ բազմակողմ հարթակում մարդիկ արտահայտվում են եւ եղել է նաեւ որ իմ ներկայությամբ նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարություններ արել տարբեր երկրների վերաբերյալ, բայց ես չեմ հիշում որ Ռուսաստանի Դաշնությունը ինձ ակնկալել որ ես արձագանքեի այդ հայտարարությունները։ Այսինքն նկատի ունեմ ես պատեհ չեմ համարում եւ Հայաստանի Հանրապետությունն էլ այո եվրոպական քաղաքական համայնքի անդամ երկիր է, Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է, ապա անդամ երկիր է, բայց դա չի նշանակում որ մենք հավակնում ենք համաշխարհային բոլոր գործերին խառնվել եւ կներեք մենք փոքր երկիր ենք մեր օրակարգով, մեր փոքր օրակարգերով մենք մեր օրակարգերի շրջանակում ենք մտնում եւ միշտ չի որ մենք համարում ենք որ գլոբալ հարցերի շուրջ առաջ ընկնել եւ հայտարարություններ անել, այսինքն մենք պետք է Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունները կարգավորենք։ Մենք մեր համեստ դերակատարումն ենք կատարում, որպեսզի նպաստենք համաշխարհային կայունությանը եւ խաղաղությանը, բայց մեր մասով։ Մայիսի 28-ի հետ կապված ես նաև երբ որ ապրիլի 1-ին ես այցով եղել եմ Ռուսաստանի Դաշնությունում, ես Ռուսաստանի նախագահին տեղեկացրել եմ նաև որ քարոզարշավի բերումով չեմ կարողանալու մասնակցեմ դեռ այն ժամանակ, ես այն ժամանակ չգիտեի նույնիսկ հրավեր լինելու է թե չէ, բայց ես նախապես տեղեկացրել եմ նաև քաղաքավարությունից ելնելով եւ հարգանքի արտահայտման տրամաբանությամբ ոչ չեմ կարողանալու մասնակցեմ մայիսի 9-ի շքերթին Մոսկվայի եւ նաեւ տեղեկացրել եմ որ մայիսի 28-ին էլ չեմ կարողանալու մասնակցել եւ նախորդ օրը ես հեռախոսազրույց եմ զանգահարել եմ նաեւ Ղազախստանի նախագահին եւ տեղեկացրել որ ես չեմ կարողանալ մասնակցել որովհետեւ լավ արձակուրդում եմ եւ չնայած ամսի 28-ին արձակուրդում չեմ լինելու որովհետեւ զորահանդես է լինելու եւ փոխվարչապետ Գրիգորյանը կմասնակցի միջոցառմանը։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Ազատություն։ Պարոն վարչապետ, ըստ էության դուք ասում եք բալանսավորված քաղաքականություն, բայց ոնց որ թե Մոսկվային Հայաստանի այդ հայտարարությունը այդքան էլ չի գոհացնում, եթե ասում են պետք է ընտրություն կատարեք։ Ի վերջո այս հայտարարությունը դուք ոնց եք դիտարկում, հնարավոր է սա արդեն որոշում կայացնելու ինչ-որ պահ է հասունանում եւ եթե այդպես է, որն է լինելու Հայաստանի դիրքորոշումը եւ երկրորդ հարցս կապված է մի խնդրի հետ կապված է մի հարց, որի հետ կապված իրավապահները process չնախաձեռնեցին
Չնայած դիտորդական կազմակերպություններ ասում են, որ Գյումրիում համերգը որտեղի ունեցավ խաղաղության ձայնխորագրով եւ որը ֆինանսավորվում էր Fast Bank-ի կողմից, ըստ էության համարում են, որ դա կուսակցական միջոցառում է, որը կատարվեց այդ բիզնես գործարարների միջոցներով։ Դուք այստեղ խնդրահարույց որևէ բան չեք տեսնում, պարոն վարչապետ, որտեղ ակնհայտ է, որ միջոցառումը դիտորդների կուսակցական բնույթ ուներ։ Միջոցառումը նվիրված էր հյուսիս-հարավ ճանապարհի պաշտոնական բացմանը եւ այդ առիթով էր հրավիրված, եթե համարում եք, որ հյուսիս-հարավի կառուցումը կուսակցական միջոցառում է, կարող ենք նաեւ դա համարել կուսակցական միջոցառում, բայց կարծում եմ, որ հյուսիս-հարավի աշտարակ Գյումրի հատվածի կառուցումը դա պետական մակարդակի եւ նշանակության միջոցառում է եւ այնպիսի միջոցառում է, որը արժե որ նշել, ես ինչքան տեղյակ եմ, նաեւ համերգի կազմակերպմանը մասնակցել են այն ընկերությունները նաեւ, ովքեր մասնակցել են շինարարական աշխատանքներին եւ դա շատ մեծ իրադարձություն է եւ չեմ կարծում այդ մեծ իրադարձությունը արժե տեղավորել կուսակցական շրջանակներում։ Ինչ վերաբերվում է ձեր առաջին հարցին, ել եմ ասում, մենք իհարկե լսում ենք, հետևում ենք, բայց ես երկու սկզբունք կարող եմ ասել։ Մենք ինչպես եւ նախկինում ասել ենք, մենք չենք ներքաշվելու վիճաբանության, լեզվակռվի մեջ եւ մենք բոլոր հարցերը քննարկելու ենք աշխատանքային պայմաններում առանց լրացուցիչ նյարդի, բարեկամության եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում եւ ելի եմ ասում, եթե մենք գնահատենք, որ մեր որոշում կայացնելու պահը հասունացել է, մենք չենք սպասի, որ ուրիշները մեզ ասեն, որ որոշում կայացնելու, որտեղ դա ի վերջո մեր որոշումն է, չէ՞։ Մենք ավելի լավ գիտենք, երբ է այդ որոշում կայացնելու պահը։ Փաստն այն է, որ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, փաստն այն է, որ մենք ընդունել ենք Եվրոպական օրենք եւ փաստն այն է, որ այդ երկու փաստը համատեղ իրար հետ գոյություն ունեն։ Այդ նշանակում է, որ այդ երկու փաստերը իրար հետ համատեղ գոյություն կարող են ունենալ եւ երեք էլ գոյություն ունեն այդ փաստերը իրար հետ, այսօր էլ գոյություն ունեն։ Եվ փաստը խոսում է իր մասին։ Եվ մենք ամենայն հարգանքով եւ գնահատանքով ներոս գործընկերների հետ առանց նյարդի բոլոր հարցերը կքննարկենք, կպարզաբանենք։ Ելի եմ ասում, մենք որևէ այլ երկրի առավել եւս Ռուսաստանի Դաշնության շահերին վնասելու խնդիր ոչ ունեցել ենք, ոչ ունենք, ոչ էլ կունենանք։ Եվ մենք առավել եւս չունենք մեր երկրի շահերին վնասելու խնդիր եւ բնականաբար չենք կարող մեր մտքով նույնիսկ անցկացնել նման բան։ Շնորհակալություն, հաջորդը Արարատ Նյուզ։ Պարոն վարչապետ, այսօր ձեր հրապարակած տեսանյութում ներկայացրել եք հայկական արտադրության տեխնիկայի նմուշներ։ Կարող ենք ենթադրել, որ սա Հայաստանի վերջին տարիների տնտեսական աճի զարգացման հետևանքն է եւ որը նպաստել է ռազմարտության եւ կարող ենք արձանագրել, որ սա այն ինքնիշխանության բաղադրիչը, որի մասին այդքան խոսում եք եւ արդյոք շարունակվելու է ռազմարտությունաբերության զարգացումը եւ պետության օժանդակությունը այսօր։ Ընդհանրապես ձեր մտքերի ընթացքը կիսելով ես կարծում եմ, որ գնահատականների մեջ մենք պետքա հնարավորինս պաթոսից դուրս գանք, որովհետեւ մենք պետք է հասկանանք, որ դա զարգացող պետության համար սովորական երևույթ է։ Ես ուզում եմ ասել, որ վերջին տարիներին Հայաստանում, երբ որ նախորդող 3 տարիներին մենք շուրջ 170 միլիարդ դրամի պատվեր ենք տեղադրել ռազմարտությունաբերական համալիրում, տասնյակ ձեռնարկություններ եւ գործարաններ են ստեղծվել, որոնք արտադրանք են թողարկում եւ նաեւ ես ուզում եմ առիթից օգտվել, գիտեք ինչ, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները արժի եւ պետք է մայիսի 28-ին լինեն Հանրապետության հրապարակում իրենց սեփական աչքերով տեսնել մի փաստ։ Ես երևի թե ճիշտ չէ այդ փաստը ես նախապես այսպես անոնս անեմ ինտրիգը նվազեցնելու համար, բայց ես կարծում եմ, որ բոլոր քաղաքացիները պետք է լինեն Հանրապետության հրապարակում արձանագրելու համար, որ Հայաստանի Հանրապետությունը ունի այլևս նոր բանակ, նոր որակի, նոր մակարդակի եւ նոր տրամաբանության բանակ։ Եվ ես գիտեք, նաեւ ուզում եմ կներեք, քանի որ այսօրվա մեր հանդիպումը տենց ոչ պաշտոնական մի քիչ ֆորմատի է,
Ես ասել եմ Երևանի քաղաքապետին էլ եմ ասել, էկոնոմիկայի նախարարին էլ եմ ասել եմ Երևանի մեծ եւ փոքր կենտրոնի բոլոր սրճարաններին եւ ռեստորաններին զգուշացրեք, որ այդ օրը հանրապետության հրապարակում զորահանդեսի ներկա լինելուց հետո եւ հանրապետության մնացած տեղերում մարդիկ գնալու են տոնելու եւ նշելու դա եւ թող բոլոր ռեստորանները եւ սրճարանները պատրաստ լինեն այդ իրադարձությանը։ Եվ իհարկե մի կողմից տնտեսական զարգացման հետևանք է, արդյունք է, որովհետեւ տնտեսական զարգացումը բերել է լրացուցիչ միջոցներ, որով մենք ավելի քան 170 միլիարդ դրամի ֆինանսավորում ենք ապահովել ռազմարտունաբերական համալիրի համար եւ կրկնապատկել ենք գիտության ֆինանսավորումը, ավելի քան կրկնապատկել ենք 2.8 անգամ ավելացրել ենք գիտության ֆինանսավորումը եւ ռազմարտունաբերական գործարանների ստեղծումը այդ ամեն ինչի արդյունքում ինքը իր հերթին բերել է նոր տնտեսական աճի։ Հաջորդ հարցը Սյուզի։ Խնդրում եմ, ես հարցեր եմ ձեզ ուղղելու մանկապարտության գործով։ Ես հետևում եմ ուշի հուշով ձեր հրապարակումներին, անձամբ դուք, գլխավոր դատախազը, քննչականի նախագահը եւ Արփինե Սարգսյանը իրար հակասող հայտարարություններ են արել։ Նախասվում է, որ օպերատիվ տվյալների հիման վրա է հարուցվել քննական գործ, մինչդեռ ձեզ տեղեկացնեմ, դպրոցներից 2-ի տնօրեններն են ահազանգել, ընդ որում առաջին դպրոցի տնօրենը վեդու 2 անգամ է ահազանգել։ Իսկ ինչ է արել ներքին գործերի նախարարը, ինչ արել քննչական կոմիտեի նախագահը եւ դատախազությունը այս ընթացքում, դուք անձամբ ձեզ խաբված չեք զգում, դուք չեք կանչել, սա ի վերջո սահմռկեցուցիչ դեպք է եւ արդյոք հարկ չեք համարել կանչել ձեզ մոտ բոլորը իրենց հերթին տան տեղեկատվություն, թե այդ որտեղ է խզվել կապը եւ մյուս հարցը, դուք բացառում եք, որ այստեղ կա կոռուպցիա կամ շատ ավելի սարսափելի ինչ-որ բան, որը նպատակադրված թաքցվել է դեռևս փետրվարից, որովհետև առաջի դահազանգ ամեն դեպքում փետրվարին է եղել։ Եվ ԱԱԾ պետի մասով ինչու չկա որևէ որոշում, հայտարարություն։ Ի վերջո ազգային անվտանգության ծառայությունը մենք լավ գիտենք, որ ցանկացած ընտանիք մտնող դուրս եկող բարերար ներկայացող մարդկանց հետքերով պետք է գնա։ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է ուշադիր լինի ում, ինչի դիմաց, ինչ նպատակով եւ ովքեր են օգնություն բաժանում։ Եվ նաև երրորդ ձերբակալված իմաստով տեղեկատվությունը շատ տարօրինակ ձևի լուռ է։ Մենք չենք հասկանում նրա գործը մտել է դատարան թե ոչ, եւ խնդրեի անդրադառնայիք Մասյացոտը, ես չեմ հրում, այստեղից ինձ հեռում են, ես դոմինո էֆեկտով ձեզ եմ հրում։ Եվ խնդրում եմ անդրադառնանք Մասյացոտնի թեմին շուրջ կատարվող սկանդալային իրավիճակին։ Մասյացոտնի թեմում կա թեմակալ առաջնորդ դա Ռուբեն Վարդապետ Զարգարյանն է, բայց այսօր նրանք ասուլիսով հայտարարել են, որ պարբերաբար ԴՀԿ-ով ճնշումների են ենթարկվում, ահաբեկվում, որ պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը, այդ թվում այն քահանաները, որոնք փաստորեն նաև ճնշումների են ենթարկվել ձեր թիմակիցների համայնքապետերի կողմից։ Արդյոք կարելի է քաղաքացի, շարքային քաղաքացի Արման Սարյանին այնքան օժտել իրավունքներով, որ նա իրեն թույլ տա 15 միլիոն դրամ թեմի բյուջեից շարժեր ապահովի եւ հարկադրանքով բանկերին ստիպել, որ նրանք դարձնեն բաժանորդ Արման Սարոյանին, ով ընդամենը Մարմարաշենի բնակիչ է, նախկին հոգեվորական։ Ուրեմն բեդու դեպքի հետ կապված բնականաբար ես որոշակի տեղեկատվություն ակնկալել եմ եւ ստացել եմ եւ կարծում եմ, որ ընդհանուր առմամբ ես պիտի ուղիղ ասեմ, որ որոշակի դառնության զգացում ունեմ, որ եւ կարծում եմ եւ պահանջում եմ, որ այդ օրինակ դեպքերում հատկապես բոլոր պատասխանատուները վերաբերվեն այնպես, ինչպես կվերաբերվեին իրենց երեխայի նկատմամբ հնարավոր պոտենցիալ տեղի ունեցած դեպքի։ Սա ընդհանրապես որպես գործելակարգ բոլոր դեպքերի համար։ Ես կարծում եմ, որ սա ամենակարևոր առանձնահատկություններից մեկն է։ Տեսեք, երբ որ ես քաղաքական հարթակներում ասում եմ եւ անընդհատ շեշտում եմ այդ կարգախոսը, որ Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է, դա պետք է արտահայտվի նաև պետական ինստիտուտների, այդ թվում իրավապահների աշխատանքում։ Եվ պետք է իրավապահները, ել եմ ասում, առավել ևս նման դեպքերի վերաբերվեն այնպես, ինչպես կվերաբերվեին, եթե Աստված չանի
իրենց ընտանիքի անդամի հետ նմանտեղ դեպք տեղի ունենար, եւ եթե ես թեկուզ մի փոքր շեղում զգում եմ, ոչ թե տեսնում եմ, զգում եմ այդ գործելակերպից, դա ինձ համար բացարձակապես անընդունելի է։ Մնացած մասերով ես չեմ կարող մեկնաբանություն տալ, որովհետև ես համոզված չեմ, որ տիրապետում եմ այն աստիճանի տեղեկատվության, ինչ աստիճանի որ կարող եմ այդ հարցերին պատասխանել եւ մոտիվացիան թաքցվելու, որտեղ ես 3 ամիս ես մոտիվացիայից թաքցվել եմ 3 ամիս հետո ես հանրայնացել եմ, ընդ որում պարբերաբար սպասելով, որ ոստիկանությունը չի տվել ոստիկանությունը։ Ձեզ այդ մոտիվացիան հայտնի չէ, հրաժարականներ սպասենք բարձրաստիճան պաշտոնյաներից։ Ես ձեր հարցին պատասխանեցի, ես կարծում եմ, որ իրապա մարմինները իրենք պետք է վերլուծեն աշխատանքը եւ նրանք, ովքեր թերացել են իրենց աշխատանքներում, մարզային կառույցներում, պետք է համապատասխան հետևանքներ լինի, որում ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ ոչ թե տվյալ անձանց դեմ ինչ որ բան անելու, այլ ընդհանրապես մենք պետք է գործելակարգ ունենանք, որ նաեւ մեզնից յուրաքանչյուրը մարզային պատասխանատուները պետք է նաև անձնական պատասխանատվություն կրեն կոնկրետ քրեածին իրավիճակի ինֆորմացիայի տիրապետման եւ process-ներ կան, որոնցից այսինքն մի մասը հրապարակային է լինում, մի մասը հրապարակային չի լինում, բայց դա ես դրել եմ որպես սկզբունք։ Պետք է հասկանում եք, ընդհանրապես պարզ է, որ ոչ մի պաշտոնյա առանձին վերցրած ինքը բացարձակ պատասխանատու եւ բացարձակ տնօրեն չէ իրավիճակի, բայց ինձ համար անընդունելի է նաեւ այն իրավիճակը, երբ որ այս ինստիտուտը ասի դե ես իմ գործը արել եմ, մյուսը չի արել, մյուսը ասի ես արել եմ, մյուսը չի արել։ Կոնկրետ Արքինե Սարգսյանը չի կանխարգելել նաեւ վենդետան։ Պարոն Փաշինյան, դուք խնդրում եմ դուք Եվ մենք իբրտանկացող սպանություն չի եղել։ Ես խնդրում եմ դուք ձեր հարցը ավարտեք, որպես ես պատասխանեմ։ Դուք մոտիվացիայի եւ քրեորեն պատասխանատվության ենթարկելու պաշտոնյաներին այդ մասով չխոսեցիք եւ նաեւ եկեղեցու։ Դուք ձեր հարցերը ավարտեցիք։ Ավարտեցի, հիմա խնդրեմ։ Ես առաջին հարցի մասով ինչ մտադիր էի ասել, ասեցի, երկրորդ հարցի մասով ինչքան ես տեղյակ եմ, ներողություն խնդրում։ Ինչքան ես տեղյակ եմ, կա դատարանի որոշում եւ դատարանի պետական մարմինները պարտավոր են կատարել դատարանի որոշումը, այդտեղ կներեք ճաշակային հարցերի հարցի դատարանի որոշումը պետք է կատարվի։ Հաջորդ հարցս եք։ Պարոն վարչապետ, երեք պարզացած Գարեգին Բն այցելել է ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ հուլիսի 7-ի ընտրությունների մասնակցող Սամվել Կարապետյանի առանձնատուն, ընդ որում կից հրապարակված Մայրաթորի կողմից տեսանյութից պարզ է դառնում, որ չեն պահպանվել եկեղեցու արարողակարգի մի շարք ներկայություններ, ավելի շատ աշխարհիկ արարողակարգի շրջանակներում է տեղի ունեցել հանդիպումը։ Սա ձեր դիտարկման, պարոն վարչապետ, անարգանք չէ եկեղեցու նկատմամբ, երբ որ աշխարհիկը նկատառնվում է եկեղեցու գաղը զբաղեցնող անձին, նույնիսկ թփթփացնում է նրա ուսին, եւ երկրորդ հարցը սրանից բխող արդյոք սա քաղաքական աջակցություն չէ Գարեգին Բ-ի կողմից ընտրապայքարի մասնակցող քաղաքական կոնկրետ Կտրիչ Ներսիսյան այդ վեղարի տակ արդեն անարգանք է եկել հարցին, հիմա կգրկախառնվեն, չգիտեմ ինչ կանեն, այդ նկատի ունեմ արդեն այդ անարգանքը ի սկզբանե կա, հետևաբար այն մնացած հատվածները ձեր թույլտվությամբ չմեկնաբանել։ Ինչ վերաբերվում է հետևյալին, ձեր հարցի երկրորդ մասին, Կտրիչ Ներսիսյանը վաղուց Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պայքարի առաջնորդներից մեկն է, ուղղակի այն տրամաբանությամբ, որ ինքը որոշակի իրեն հատուկ խորամանկությամբ այնպես անում է, որ ինքը ուրիշներին հրահրի, քաջալերի եւ ինքը այդպես մնա ստվերում իր պաշտպանությունը ապահովելու համար, բայց ես կարծում եմ եւ հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով կհանգուցալուծի նաեւ այս իրավիճակը։ Եկեղեցին ձեր դիտարկման քաղաքական դիրքորոշում է արտահայտել։ Դե բայց դա նորություն է ձեզ համար, ասենք 2019 թվականից ընդ որում։
Այսինքն հեղափոխությունից անմիջապես հետո եկեղեցին քաղաքական գործունեությամբ զբաղված եւ դրա դրսևորումները կան։ Ընդ որում քաղաքական հակապետական գործունեությամբ զբաղված քրեական գործեր կան, ինչքան էլ փորձեն քաղաքականացնել, ի վերջո փաստերը իրենց տեղում են։ Այս էլ հույն դեպքը չի, որ մեկը ասում է ես գիտեք ինչ լսել եմ կամ անցնելիս լսել եմ, բոլոր փաստերը հստակ արձանագրված են անբեկանելի եւ անսասանելի ձևով, ամենայն դեպս ես համացանցում հրապարակված են եւ այդտեղ լրացուցիչ մեկնաբանությունների տեղ նույնիսկ չկա։ Շնորհակալություն, հաջորդը Եվրոմեդիա 24։ Պարոն Փաշինյան, քանի որ շատ է, հա։ Տեսակ ազատագրվեցիք, չեն հրում ես։ Քանի որ դուք շարժ եք նշում, որ Հայաստանում հեղափոխությունից հետո դատական համակարգը այլևս անկախ է, հավասար է գործում բոլորի համար, կապ չի իշխանական է հիմնադիր, այս սրա վերաբերյալ մի հատ ու շատ է թեև քննարկվել, բայց հիմա նայեք, երբ որ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը խոսքը Գոհար Հունաշյանի մասին այդպես մեծ տարեց կնոջը մտերվեց, իրավապահները առանց հապաղելու գործ ստեց ձեռնարկություն եղավ ու գործը մի անգամից ընթացավ, մի քանի օր հետո տեսնում ենք նույնը դիմակցի կողմից, քաղաքապետի կողմից, երբ որ երեխային ընդունվել է, բայց հիմա թեև այսպես հա կա քննարկում, բայց իրավապահ համակարգը հապաղում է։ Նախ ուզում եմ ձեր իմանալ, այստեղ դու խնդիր չեք տեսնում, ոնց է ստացվում ընդդիմադիրների դեպքում դա գործում է, այսպես արագ իրավապահները գործ են ասնում, մինչդեռ ձեր դիմակցի դեպքում այսպես գործը կարծես քնած է, հա, որևէ առաջընթաց չկա, որ հասկանալի վերջ է խախտում եղել է, թե ոչ նախընտրական։ Ես համոզված եմ իրավապահները բոլոր դեպքերը կքննեն եւ կտան իրավական ճիշտ գնահատական։ Ես շատ մանրամասներից պարզապես տեղյակ չեմ եւ ինձ չեմ վերապահ ինչպես վեդի դեպքում իրավական փորձագետի դիրքորոշումից հանդես գալ, որտեղ ամեն գործը ենթադրում եմ ունի իր նրբությունները, բայց ես համոզված եմ, որ իրավապահները կգործեն օրենքի տրամաբանությամբ եւ իմ առաջ քաշած հարցերից մեկը իրավական ոլորտում այն է, որ մենք պետք է ունենանք ստանդարտ։ Այսինքն եւ դա մենք դատաիրավական համակարգի բարեփոխումների առանցքային նպատակներից մեկն է, որ մենք ունենանք ստանդարտ եւ իրավապահ դատաիրավական համակարգը, եթե մի նախադեպով, մի դեպքով, մի կերպ գործում է, ուրեմն դրանից հետո եղած բոլոր դեպքերում պետք է նույն կերպ գործի եւ այստեղա որ նաեւ մենք շատ կարեւորում ենք վճռաբեկ դատարանի դերը, ով նախադեպային որոշումներով ուղղակի կշրջանակի իրավական դեպքերը եւ որպեսզի մարդկանց համար կանխատեսելի լինի, թե որ դեպքում ինչու ինչ հետևանք է։ Դուք խնդիր տեսնում եք իրավապահները միջև բարոյթարության գործը կնրուկ այստեղ խնդիր տեսնում եք։ Գիտեք ինչ, ես ելի եմ ասում, ես ձեր նշած դեպքերի բոլոր մանրամասներին տեղյակ չեմ, առավել եւս որ երկրորդ հատվածում եղել եմ անդադ այսօր էլ։ Հիմա եթե ինձ այսօրվա լրահոսից հարց տաք, ես ոչ մի բանից տեղյակ չեմ լինի, որտեղ նույնիսկ Տիկին Բաղդասարյանի հետ աշխատանքային հանդիպում չեմ հասցնում ունենամ, ով ինձ տեղեկ ասում է, թե ինչ լուրեր կան, որոնց վերաբերյալ կարող է հարկ լինել, որ ես մեկնաբանություն տամ, ես մանրամասներին տեղյակ չեմ, որպեսզի գնահատեմ։ Տեղյակ ելը լինի, ինչի պետք է այս իրավական գնահատական տամ, իրավական գնահատականները պետք է։ Քաղաքական գնահատականը ես կոչ եմ անում, որ մենք բոլորս, դուք նկատել եք, որ ես ուղիղ եթերում եմ քարոզարշար, դպրոցի մոտով անցնում եմ, ուզում եմ մտնեմ, տեսնեմ, վերջը լավ դպրոց ջերմուկի դպրոցն է, նորոգել ենք, ուզում եմ մտնեմ, ուղղակի նայեմ, ոնց է ստացվել նորոգումը, բայց անդադ հարցնում եմ, հիմա օրենքով կհակասի, որ մտնեմ, թե չի հակասի, հետո չգիտեմ, միտեղ մի գործողություն կհակասի, թե չի հակասի, այսինքն իմ լավագույն ցանկությունն է եւ դրանում ձև չկա, որ մենք բոլորս գործենք օրենքի շրջանակներում։ Շնորհակալություն, Հայկական ժամանակ։ Պարոն վարչապետ, ընդդիմադիր շրջանակները առավոտից պնդում են, որ Երևանը դիմադրություն է ցույց տալիս քաղաքացիական պայմանագրի քարոզարշավին, այսօր Երևանում ընթացողները, որ առավոտից շրջում եք շփում հանրության ներկայացուցիչները, դուք նման տպավորություն ստացել եք եւ արդյոք տեսնում եք այդ դիմադրությունը, որի մասին խոսում եք։ Դե գիտեք, ես որքան տրամաբանական ես մեկնաբանեմ մի բան, որը տեղի է ունենում ուղիղ եթերում, ընդ որում, չգիտեմ, իմ Facebook-յան էջը հաստատ, բայց ենթադրում եմ լրատվամիջոցներն են, չէ՞ ուղիղ եթեր տալիս։ Դե այսինքն որ 5-6 գուցե ավել տեսախցիկներով ուղիղ եթերում լուսաբանում, ես մի
ասեմ ձեզ ժողովուրդ գիտեք ինչ չէ սա խիստ դիմադրում է Երևանը կամ ասեմ չէ խիստ չի դիմադրում դե մարդիկ թող նայեն իրանց հետևությունը 21-ի հետ որ զուգահեռ անցկացնեք հարգելի ազատություն 21-ի հետ որ զուգահեռ անցկացնենք 21-ի հետ որ զուգահեռ անցկացնենք մեր ընտրական գործերի վիճակը էականորեն ավելի լավ շատ ավելի լավ անհամեմատելիորեն ավելի լավ եւ դա այնքան ակնհայտ է որ կարծում եմ հնարավոր չի դա չնկատել Շնորհակալություն Մեդիահաբ Պարոն Փաշինյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արտահայտեց, որ Հայաստանը կարող է վերածվել նոր Ուկրաինայի, Մոլդովայի կամ Վրաստանի, այդպիսի ճակատագրի կարող է արժանալ։ Դուք մտավախությունն եք, որ եթե մենք հանկարծակի ԵԱՏՄ-ից դուրս գանք, կարող ենք Ուկրաինայի ճակատագրին արժանանալ։ մենք նախ հանկարծակի ԵԱՏՄ-ից դուրս չենք գա եթե մենք ԵԱՏՄ-ից դուրս գանք կամ երբ մենք ԵԱՏՄ-ից դուրս գանք մենք դուրս կգանք պլանավորված առանց հանկարծակի մենք ընդհանրապես չենք եթե նկատել եք մենք չենք պատրաստվում հանկարծակի ոչ մի բան անել դրա համար է որ մեր բոլոր քաղաքականությունները մտադրությունները պլանները թափանցիկ են հենց ձեր ասած նկատառումով ինչ վերաբերում է համեմատությունը ինձ թվում է կոռեկտ չէ համեմատությունը որովհետև ես մեծ հարգանքով եմ վերաբերվում եւ Ռուսաստանի Դաշնությանը եւ Ուկրաինային, եւ Վրաստանին, եւ Մոլդովային, եւ ես չեմ կարող ինձ թույլ տալ, որ նախ Հայաստանի Հանրապետությանը համեմատության մեջ դնեն կամ այդ երկրների անունը օգտագործվի որպես նեգատիվ չափանիշ, որովհետեւ եւ Վրաստանը, եւ Մոլդովան, եւ Ուկրաինան հիանալի երկրներ են, Հայաստանի համար բարեկամական երկրներ։ Ուկրաինայում 500,000 հայություն ապրում, Վրաստանում համենայն դեպս խորհրդային միության ժամանակներում այդքան հայություն ա եղել հայահոց երկիր է, Վրաստանը մեր բարեկամ երկիրն է, այսինքն Վրաստանը չքնաղ երկիր է, որը ես շատ սիրում եմ։ Ես ոնց կարող եմ ընդհանրապես մտնել մի խոսակցության մեջ, որտեղ կարող է Վրաստանի անունը որևէ նեգատիվ համատեքստում օգտագործել։ Դա իմ տրամաբանության մեջ չի, ես խոսում եմ իմ մասին, ես չեմ խոսում Ռուսաստանի Դաշնության։ Ասում եմ, իմ տեսակետից կոռեկտ չի եւ ես դրա համար չեմ մտնում այդ համեմատության մասին խոսակցության մեջ։ Նման Ընկերներ թույլ տան մյուսներն էլ հարց տան։ կան, եթե հանկարծակի չի, ապա պլանավորված կա։ Ես գիտեք ինչ մեր մտադրությունները թափանցիկ են։ Քանի դեռ այդպիսի անհրաժեշտություն չի առաջացել, մենք նման քայլի չենք գնա։ Ես այսօր եւ տեսանելի ապագայում անկեղծ ասած այդպիսի անհրաժեշտություն չեմ տեսնում։ Շնորհակալություն հաջորդ հարցը Free News Պարոն վարչապետ, վերջին շրջանում տեղեկություններ տարածվեցին, որ մեզ հայտնի որոշ ուժեր Ռուսաստանից մեծ թվով քաղաքացիներ են բերելու Հայաստան ընտրություններին մասնակցելու նպատակով։ Արդյոք այդ տեղեկությունները ճիշտ են եւ եթե այո համապատասխան մարմինները ինչ քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ եւ եթե այնուամենայնիվ այդ գործընթացը կարողանան իրականացնել Ռուսաստանից մեծ թվով քաղաքացիներ բերել նրանց ձայնը ինչպես կազդի ընտրությունների ելքի վրա ըստ ձեզ Հիմա նոր դուք մի հարց եք տալիս, որի պատասխանը ես պիտի շարունակեմ ձևակերպեմ ի շարունակություն նախորդիվ տված իմ պատասխանի, որովհետև արդեն ամիսներ մենք ուղիղ եթերում շփվում ենք մարդկանց հետ։ Եվ ես չեմ հաշվել իհարկե, բայց ով ժամանակ ունի եւ տրամադրված է կարող է հաշվել։ Բայց առնվազն տասնյակ այսօր էլ Մոսկվայից, Կրասնոդարից, չգիտեմ, ամենատարբեր հատվածներից մարդիկ գալիս են եւ ասում են, որ իրենք հատուկ եկել են Հայաստան, որպեսզի քվեարկեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին։ Ես չգիտեմ, այդ մարդկանց ուղարկել են, թե այդ մարդիկ իրենց որոշմամբ են եկել, բայց ես համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնության նույն բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, եթե ով էլ գա, 65 եւ ավել տոկոս քվեարկելու է քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին։ Ինչի եմ համոզված, որտեղ ես տեսնում եմ իրական մարդկանց, իմիջայլոց շատերս ընթացքում բանով են, ինչ որ վիդեո զանգով են
Ասենք այսօր քանի հոգի Մոսկվայից եւ այլ վայրերից կապ հաստատեցին իրենց հարազատների միջոցով, ասելով, որ պատրաստվում են գալ եւ քվեարկել քաղաքացիական պայմանագիր կուսակցության մոտիկ։ Իսկ ընդհանրապես ընտրողների կամքի նկատմամբ ապօրինի ազդեցությունը, դուք գիտեք, դա արդեն ուրիշ պատմություն է իր հետևանքներով։ Շնորհակալություն եւ վերջին հարցը փաստի։ Պարոն Փաշինյան, դուք տեղ համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասացիք, որ Ադրբեջանը այն տարածքները, որոնք օկուպացրել է 2021 թվականին, այլ տարբերակներով կարող եք հետ վերադարձնել։ Ինչ տարբերակների մասին է խոսքը։ Բայց այստեղում ասել եմ նաև ինչի մասին է խոսքը։ Նախ իմ ձևակերպումները կարծում եմ մի փոքր այլ են եղել եւ ես ասել եմ, որ ես պարզա որ մենք ընդունում ենք, որ մենք ունենք օկուպացված տարածքների խնդիր, բայց ես ասել եմ նաև, որ դե յուրե այդ հարցը լուծված է, որովհետև 2024 թվականի սեպտեմբերին օգոստոսի վերջին ստորագրվել եւ հոկտեմբերին վավերացվել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որտեղ Ալմաթայի հռչակագիրը ընդունվել է որպես երկու երկրների միջև սահմանազատման բազային սկզբունք։ Սա նշանակում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը, իմիջիալոց ասեմ, որ այդ փաստաթուղթը արդեն վավերացված է եւ երկու երկրներում ունի պարտադիր իրավական ուժ։ Սա նշանակում է, որ երկու երկրները ընդունել են, որ ըստ էության խորհրդային միության ժամանակների խորհրդային Հայաստանի եւ խորհրդային Ադրբեջանի միջև առկա սահմանը պետք է վերարտանագրվի որպես երկու երկրների միջև պետական սահման։ Այսինքն եւ այդ փաստի բերումով այդ հարցը, որը իհարկե հայաստանցիների եւ կառավարության օրակարգում է, պետք է այդպես լուծում ստանա եւ այդպես լուծում կստանա, որովհետեւ կասկած դրանում չկա եւ Հայաստանը ու Ադրբեջանը այս հենքի վրա պայմանավորվել են եւ փոխադարձաբար պետք է արձանագրեն այս փաստը եւ ճշգրտեն սահմանը այս տրամաբանությամբ։ Եթե սահմանազատման արդյունքում կլինեն իմիջիալոց կանոնակարգում դա էլ է նախատեսված, փոխադարձ ընդունելի ինչ-որ լուծումներ, այդ լուծումներն էլ կլինեն եւ այդ ամեն ինչը շատ թափանցիկ է եւ կարծում եմ որևէ խնդիր, ես անկեղծ ասած որևէ խնդիր այդ համատեքստում նույնպես չեմ տեսնում, ելի եմ ասում այն ըմբռնմամբ, որ մենք պետք է հիշենք Ալմաթայի հռչակագիրը եւ Ալմաթի հռչակագրի հիման վրա երկու երկրների տարածքային ամբողջականություն։ Այսինքն փոխադարձ լուծումներ մենք սահմանազատում արեցինք, Տավուշում, հիմա մենք սպասում ենք, որ Հարգելի գործընկերներ, հարցերը հենց են հողերը հետ վերադառնան։ Դուք գիտեք, որ մենք ունենք պայմանավորվածություն, որը արդեն հրապարակված է, որ հյուսիսից հարավ է գնալու սահմանազատումը եւ հասկանալիորեն որ հատվածում սահմանազատում տեղի ունեցավ, այդ հատվածում սահմանը պետք է արձանագրվի եւ սահմանազատման տրամաբանության մեջ պետք է process-ները թափանցիկ կերպով հասցեագրվեն։ Շնորհակալություն բոլորին։ Ժորժան հետ մնա։ Եկան մեր ժողովուրդը, ժողովրդի քեզ որտեղից եք եկել։ Երևանից եմ եկել։ Հա, ուրախ եմ շատ։ Թողել եմ իմ գործս եկել եմ։ Շնորհակալ եմ շատ։ Մերսի։ Իսկ մի րոպե բուկլետեր, Ժորժան, մենակ մի քիչ կող կանգնեք, որ անցնեք։ բուկլետներ։ Հա, մի վարքյան։ Էս այրախիջը, մի վարքյան։ Հատին ձեր կտակ դրանից։ Հաճույքին։ Գալիս ենք։ Բուկլետեր։ Կալ Լեոնարդո ստեղա, երկու հատ թխված երեխեք Մեծարգոս, ես ուրախ եմ ձեզ համար իմ թորնիկի Սփիրագի մարզի Արտիկի տարածաշրջանի Անուշաբան գյուղ, որպես պապիկ, որ ես հանգիստ քնում եմ գիշերը, խաղաղություն բերելու համար։ Պերտեմ ես քո կյանքը։ Երեխեք իսկ կլինի գնա, հա ջան։ Տվեք փոխանցեմ։ Պարոն վարչապետ, հարկանքներս, Ես եմ շնորհակալ։ Տիկին, բուկլետը։
Բարև ձեզ։ Ես եմ Քարտեզ։ Այդ ժամանակ նստած եմ սպասում եմ մեր բարձանքը։ Ինձ խնդրում եմ յակ նկարեք էլի։ Բարև վարչապետս։ Բարև ձեզ։ Բուկլետ։ Ես եմ կուզեի, շնորհակալ։ Վարչապետն նկարել նախորդ նկարի ժամանակ, ուրեմն մի քիչ բուլինգի ենթարկեցին ինձ, բայց հիմա իհարկե ոչինչ, դուք որ Եկան։ Em comics.
Անկետայի աշխատողները միջանցքում են նստած։ Կպարզեմ հիմա։ Ովշեմ այդ ծննդատունը ոնց որ գարաժը մեկան մեքենա կա։ Կպարզեմ։ Չեք հիշում պոլիկլինիկայի համարը։ Նայ, եթե պարզեք ասեք, չենք մոռանա շատ։ Ֆիքսելա, կհիմանանք ասենք։ Ֆիքսելա։ Այ ջան, Աշինյան, մարկեցի, ստեղա հասել եկել եմ տենան։ Նկարեցի։ Հարիմյան Հաղթանակ թաղամած գալու են, կարծեմ։ Եպես գալու։ Չգիտեմ, որ ստեղել եմ, որ դու գաս ես քեզի դիմավորել։ Չգիտեմ, բայց գալու են։ Հաղթանակ թաղամած խնդրում եմ։ Գիտես, ոնց են դիմավորել, բայց հաղթանակ երրորդ գյուղը խառնում ենք իրար։ Հա, խառնում են, ճիշտ է։ Ես խառնում։ Ոչինչ։ Բոլոր համայնքները եկեղեցի ունեն։ Երևանի համայնքը փոքր չի։ Նորմալ համայնք է։ Մենք եկեղեցի չունենք, մի հատ բարերար սարքել են, որտե՞ղ սարքեր, այդպես մահացել է, այս 10 քանի տարի հիմքերը գցած, հա։ Հիմքերը գցել դուրեն։ Որտեղ 100 մետր են յանի մենք եկեղեցի չունենք։ Մի հատ հարցը ո՞նց կարան։ Հա, վերջ։ Մեր ոչ բարով բանի հետ։ Գնայինք։ Սպասում ենք։ Գալիս ենք։ Մեկ էլ մի հատ Սպասում անում ու լավ եք անում։ Մեկ էլ մի բան։ Մեկ էլ մի բան։ Այս, չգիտեմ, անցածների պատճառով։ Երեխեք են։ Հա, այդ անցածների պատճառով հիմա ասենք եկեք հարցա որ տալիս են։ Մեր ջահելները մնացել են։ Չեն կարող ամուսնանալ։ Բանի մասկացիզամ նիվեր վեսմա սիրեսնի խվատա տղեկ չկան կամ էլ որ կան չեն ամուսնանում ինչ որ մի բան ասենք ակումբներ ծանոթությունների տերեր չգիտեմ ինչ ասենք մենակ այս ջահել ընտանիքները չէ որ երեխա ունեն նրանք էլ պիտի ամուսնանան չէ այդ մասին ինչ որ մի բան կա մտածել ընտանիքների աջակցության բազմաթիվ ծրագրեր ենք ընդունել եւ կշարունակենք այդ ուղղությամբ աշխատել ընտանիքների բայց ընտանիք կազմելու համար ինչ անենք ընտանիքին որ երաշխիք ենք տալիս մարդիկ ավելի մեծ վստահություն են չէ ձեռք բերում որ կարող են գնալ այդ ճանապարհով որ մենք մարդկանց անձնական կյանք չենք կարող մտնել ընդհանուր պետք է քաջալերենք եւ իմանան մարդիկ որ պետությունը ուղեկցի իրանց բնակարանի ձեռքբերման, երեխայի առողջապահության, կրթության եւ այլ հարցերով։ Եթե այլ գաղափարներ կլինեն, որը հանրության համար եւ կառավարության համար ընդունելի կլինեն, պատրաստ ենք նաեւ այդ գաղափարները քննարկել։ Իսկ եկեղեցին կիսակառույց 100 մետր ներքև է, եթե կուզենք նայենք։ Դուք միասին եք։ Մի րոպե, նախ ինքը քարտեզներն է, ձեզ 4 հատ քարտեզ է հասնում եւ 2 հատ բուկլետ սենց անենք, որ ով է նկարում, Մի րոպե եղբայր։ Հաճույքով։ Բարև ձեզ, մենք հանդիպել էինք Սասունցի Դավիթին, ինձ հիշեցիք, Վարդախենից ենք, խնդրով, որ մոտեցել էի ձեզ, ոչ մի լուծում չեղավ պարոն։ Դուք մտածում եք, որ ձեզ շենքի հարցը 3 շաբաթում լուծվելու է։ Չէ, մենք են վերևի հանրակացարանն ենք մուլտերինը, 18 բնակարանը, որ ես ձեզ մոտեցա։ Բայց ես ձեզ ասեցի նաև, որ նախընտրական շրջան է եւ նյութական խոստումներ օրենք հարկելու մեջ չեն կարող տալ։ Մենք չենք ուզում նյութական խոստումներ, մենք ցանկանում ենք, որ մեր հարցը համարվի հրատապ։ Բա այդ եմ ասում, խոսել ենք, մենք գիտենք ձեր հարցը։ Այնտեղ ամիսները գիշերվա 4-ին այրել են, այդ ինքը կպած է շենքին։ Մի կերպ ես ձեր հարցով ասել եմ, հիմա ինչա վարվում է այնտեղ։ 2 օր առաջ գիշերը ժամը 4-ին այրել են այդ խամիշները, զանգել ենք մենք զանգել, չգիտենք, քնած են եղել։ Վարդաշեն 9 փողոց 70 հանրակացարանը, բայց նավիգացիայով 74-ի դրոպ 3 համերը։ Այս վիճակն է, օրը մի բան մեր գլխին գալիս է։ Հա, բայց Ժողովուրդ ջան, հասկացանք, ես դա գիտություն ընդունել եմ։ Ես ձեզ ասեցի նաև, որ մեր տրամաբանությունն է նա, որ այդտեղ պետքա
չապրեք, դուրս պետքա ուրիշ տեղ պետք։ Հարությունը այն երկու հանրակացարանները ներքևի Մենք հերթով նույն պայմաններով գտնվող մարդկանց համար ծրագիր ենք անելու, որպեսզի շնորհակալ կլինենք շատ։ Որ մենք չմնանք իրենցից հետո միան ժամանակ գոնե կարող է էլի։ Օրը մի բան մեր տողին գալիս։ Շատ, բայց էլի ուզում եմ ասեմ, եթե ձեր ակնկալիքն էր, որ 2 շաբաթում պետք է հարցեր։ Դա իրատեսական չի կլինի։ Պարոն Փաշինյան, այդ չենք ուզում ասենք, անկեղծ ուղղակի օրը մի բան լինում է։ Այն հանքի փոշիներ, գիշերը ժամը 4-ին ու պատկերացնում եք, Էսի չի ալացում։ Էսի չի, բայց չի ուզում ես երեխեն նկարվի, ինչ եք զորով բերում, հələ մի հատ բան տուր։ Քարտես։ Բայես։ Բա հələ մի հատ է բուկլետ տվեք, կարող է բուկլետել ուզի, բայես։ Էսի հայրիկի։ Հիմա դեն ով անկար։ Պարոն վարչապետ, մի հատ նկարվենք։ Ջորջան, խնդրում եմ հերթով, ամեն չել կհասցնեմ։ Պարոն Փաշինյան։ Հաջա։ Տար երեխուն արևին բան չանի։ Դա պարոն Փաշինյան, մեր խնդրանքներն Մենք գիտենք հարցը։ Քարտեզ ով էր ուզում։ Ես Ավինյանի Անչափ շնորհակալություն։ Պարոն վարչապետ, մենք երեք Ավինյանին մոտեցանք, ասեց օգոստոսին իրանց հարցը լուծում է։ Ուզում ենք մերն էլ իրանց 18 տուն է, էլի գոնե էլ անեն։ Էլի եմ ասում, էլի ձեր հարցը մեր օրակարգում է, բայց էլի եմ ասում, դուք հասկանում եք, չէ՞ որ ծավալի հարց է, դա սենց հարց չէ, որ նա սենց անել եւ լուծել։ Մենք ուրիշ լուծում, երբ ես ասել եմ, մեր պատկերացումն է նա, որ դուք այդպես պետքա դուրս գաք, մենք ձեզ ուրիշ առաջարկ պետք է անենք, բայց այն անգամ ես ձեզ ասի, դուք էլ մի քիչ ճկուն պետք է անեք, որ չասեք, վայ, մեզ պետք է կենտրոնում, չգիտեմ ինչ բան։ Չէ, մի քիչ բան եմ անում, մի քիչ սրում եմ, բայց պետք է մի քիչ ճկունություն ցուցաբերել։ Ձեր կուսակցության ուրախ ձեր մի Ունեք քարտեզ։ Եթե մեզ Ճիշտ եք անում։ Եթե մեզ ծայրամասում եք տակ, մենք էլի գոհ ենք։ Պարոն Փաշինյան։ Մենք հարմարվող ժողովուրդ։ Դուք սեփականության իրավունք ունեք։ Ոչինչ բան չունենք, հաստատի 30 տարի արդեն։ այդ ծրագրերից դուրս չմնանք, պարոն Փաշինյան։ Մենք կմտածենք եւ առաջարկ կհանենք։ Շատ Շնորհակալ եմ։ Պարոն Փաշինյան էր կար։ Պարոն Փաշինյան։ Եվ բուկլետ։ Ուրախ եմ ձեզ տեսնել համար, մեկ բառ ասեմ գնամ ձեր ժամանակը շատ չօգտագործեմ։ Անցած տարի օգոստոսի 10-ին ձեզ մի ուղերձ եմ կուզենամ մի հատ կարդակ։ Ես ուրախ եմ, որ դուք Հիսուսին որպես Տեր ու Փրկիչ եք ընդունում։ Հա, բայց ես էջի նամակները անձամբ չեմ նայում եւ ծավալներն այնքան մեծ Ամեն դեպքում մի բան ասեմ, ձեզ պարոն վարչապետ, որտեղ որ դուք կանգնած եք ձեր մտորումները դուք գիտեք, ես մի բան գիտեմ, որ ձեզ Աստված է նշանակել, որովհետեւ չկա մի թագավոր, որ Աստված նշանակած չլինի։ Այն ինչ ճշտամի, որ դուք ունեք, դուք գիտեք, այն մարդկանց հետ, որ դուք շփում եք, դուք գիտեք, ես մի բան կասեմ, ձեր ամեն դժվար իրավիճակների մեջ հուսացեք Աստծուց եւ Աստված կհարթի ձեր ճանապարհները։ Ինքն է, որ Իրանից հուսացողներին ամոթով չի թողնում։ Աստված օրհնի ձեզ ձեր ճանապարհը։ Դեպի կարվել պահարաչապետ։ Արի հայ։ Շուտ։ Խնդրում եմ Ինչ կա եղբայր, ոնց է դու աշխատում ես, հա, նորմալ է գործերը, ընդեղ ես, Երևանում ես քո տղան ես, երրորդն արդեն, ապրես, հիմա, մեր քարտեզի, երեխեն չնա չի ուտում երևի, բայց ոչինչ հա, իրատեսական չի եղբայր, իրատեսական, ես մանրամատես Լեոնար, երեխուն թխված
Նատել ես էլ նկարում 2 կիլոմետր քայլել ենք որ հասնենք Քարտես եկել հատուկ իր համար։ Քարտես Մեր գանձին լավն է։ Եղբայր բուկլետ է թխվածք մի րոպե Էսա տիկինը մի հատ նկարի Մի հատ երկու ցավը տանը։ Մի հատ նկարեք էլի։ Նկարեք։ Էսա երեխեք սպասի Այ հեսա կամերան։ Ձերքը ստողում է ուրախությունից։ Շատ շնորհակալ եմ։ Ինչ կլինի 5 հատ տվեք էլի թորնիկներից պիտի տանեմ։ 5 հատ Շատ մերսի։ Շատ Շատ շնորհակալ 2022 թվին 23 Ինչի՞։ Ինչն է պատճառը, որ այցին ծառայել, չի ճանաչում որպես մեր ծառայել, մեր համարին կարգավորությունից չի օգտվում, իսկ կարգավորության գումարները զորով եկել կրճատվել են։ Սակայն հարցը խնդրած։ Լուծում կգտնենք իր կապի մեջ եղեք, կգտնենք։ Ինքը մի քիչ բարդություններ ունի, բայց կգտնենք ձևը։ Կգտնենք։ Հասկանալի է։ Կլուծվի, ինքը ասում եմ, բարձ հարց չի, իրավական բարդություններ ունի, բայց լուծումը կգտնենք։ Մինչև տարվա վերջ լուծում կգտնենք։ Ինքը բարձ հարց չի, ինքը բարդություններ ունի, մտածելու բաներ շատ է։ Բարգակներս, վարչապետ ջան, ես ձեզ շատ սիրում եմ, հարգում եմ, պաշտում եմ, դուք չեն տալի մոտենամ ձեզ։ Ես ձեզ ուղղակի պաշտում եմ, ձեր սկսած ծրագիրը, ձեր նախագիծը, ձեր ամեն ինչը շատ հավանում ենք։ Միայն մի բանն է շատ վատ, որ քոչը իրավունք չուներ այսօր վերթում չփթեր եւ իրավունք չուներ ազգային ժողով մտներ։ Եթե նա մտավ ազգային ժողով որպես ընդդիմադիր, նորից ազգային ժողովը լինելու է 5 կաշկալամաշը, իր վրա շիշեր շպրտելու։ Նա ասել է քո ժամանակ, նա ասել է քո ժամանակ։ Ճիշտ է։ Դրա համար պետք է չանցնեն իրան եւ դրա համար ի վերջո արդարադատությունը պետք է աշխատի Հայաստանում։ Բզիցը բռնեք տարեք մտցեք։ Չէ, օրենքով է պետք է ամեն ինչ, օրենքով։ Մինչև ընտրությունները։ Ես ունեմ 3 պարոն Ավենյանից ստացել եմ։ Շնորհակալ եմ ձեր աջակցության համար եւ ներողամիտ գտնվեք Ավել Պակասի համար ամեն ինչ կգնի իր տեղ։ Ես շատ հարգում եմ։ Շնորհակալ եմ։ Մի րոպե։ Ունեմ, քարտեզ ունեմ։ Մի րոպե, ներեխեքին։ Հեսա պարավարչապետ։ Չէ։ Էլեն նկարում։ Էլեն ջան։ Եթե երեխեք կան, թողեք որ Իրանք սպասում են վաղուց։ Իրանք երեք Քարտեզն։ Հետ հաջորդ հայ իրանք են, դու ընկերուհի տուրեն, դուք էսա հաջորդի իրանք։ Ունես, ինչ ես ուզում ես նկարվես, իսկ թխվածք ունես։ Էսա եղբայր, էսա խնդրում եմ։ Ով է իրար հետ եք, բա ով է քեզ նկարում։ Ոչ մեկ։ Ուրա տատիկը դվա։ Տատիկ։ Այնտեղ նայ ուղիղ եթե հետո սկրինշոտ կանես, այսինքն։ Ինքը հետո աղջիկները։ Թխված տուր Լեո։ Մի րոպե բուկլետ տիկին Քարտեզ Լեո մի հատ թխվածք տուր Քարտեզ եւ թխվածք Ես 2018-ից ձեր ֆանատն եմ։ Ինչի 18-ին քանի տարեկան ես եղել որ մի հատ 2018-ից դու մի րոպե սպասի Մի րոպե քարկ հա քարտեզ ունես Պարոն Փաշինյան ջան, բարև վարչապետ ասելով հասկանում ենք պարոն Նիկոլ Փաշինյան։ Շնորհակալ եմ։ Դեգո Մարադոնան ասում եւ անում էր, այսինքն
հրաշ գոլեր էր խփում, հրաշ փոխանցումներ էր կարել, նույնը դուք եք անում, ասում եք ու անում եք։ Հնի ամսինին տղաս որդիս Հայաստանում աշխարհի առաջնությունն է ուժերների, ճանաչված ուժերների շարքում աշխարհ։ Որ մարզաձևից Սրոնգներ Հրացականի Քուտայիսում հիմնանավակվեց հայկական երկի չէ երկը հիմնանավակվել այդպես բան չէր պարության մեջ առաջին անգամ դե երկեցին հայկական հիմն է ու երկը հնչեց դա ուսպար Շնորհակալ ենք շատ ուրեմն ապրում ենք հանրակացարանում պարոն Ավինյանն է ստա դեսարեստոնյան շատ ները ամուսնացել էլի ես այդ մեջտեղերն են քնում փողի վրա հետո իգունները 3-ին դուրս են գալիս ման են գալիս առավոտ դուրս են մնացել ոչ բանը Ուշ եմ ունեցել գալիս հնար չկա էլի մի քիչ այդ սենյակը մեզասվել էլի պարոն Ավինյանն էլ է տեղակ տեղական կզբաղվեն բայց հիմա նախընտրական շրջանային նյութական խոստում չեմ կարող չեմ ասում էլի հա ինչ անեմ պարոն Բալայանի չասեմ ձեզ հանդիպեցի պարոն Բալայանի ասեք ենա ուղիղ եթերում կտեսնի ինքը հանդիպել ենք ինչ ենք խոսել ինձ որ կարող եք ասել խնդրում եմ որ շատ եմ խնդրում օգնեք էլի որ մի քիչ մեջանում է սենյակն էլի փոքր շատ ներեգված հա բայց ես չեմ կարող նյութական խոստում տալ որովհետև օրենքը արգելում է հիմա նյութական չէ որ բան դե բա սենյակն է Շատ գնահատում ենք։ Ես խնդրում եմ որ շատ գնահատում ենք։ Ես ցույց տային իմանային, դուք տեսնեք այդ տեսակետությունը, հա։ Հաճիկով։ Դա նշեմ մոդել Քուտայիսի։ Խաչատրյան Սամվել։ Հիմնավորվեց, հիմնավորվեց հայկական երկու բան եղավ։ Շնորհակալություն խորին կները 1000 ներողություն։ Շատ հաջողություն են ցանկանում, կանոնացից, հա։ Եկեք երեխեք։ Ուզում եք նկարվենք։ Ված Շնորհակալություն։ Հա։ Երեխեք ջան, այն կողմով Թխված։ Լավ է։ Աջորդ։ Հերթ են կողմից է։ Մենք էլի հերոստացիով ելույթ ենք ունեցել, ես ըստ էի բնակիչ եմ, որ դուք եկաք դեպի Սետկագայգի ըստեցիք առաջ անգամ որ գալիս է։ Ես ձեր հետևից եկա, ինձ շատ մոտեցան ասին ինչ եք գնում Նիկոլի հետևից։ Ու ես իրանց չլսեցի, ազնվությամբ երթվում եմ, այն ամեն ընչովս իմ երեխեքի։ Այս սա խանութները, այս Էրեբունին Միջև ձեր հետևից երկրորդ անգամ որ եկաք, ընդեր կռիվ եղավ Էրեբունու փողոցում։ Ես դրանց ինչ ասեցի։ Իսկ այսօր հիմա ինձ ասում են, տեսար որ քո Փաշինյանը ինչ արեց։ Ինչ եմ արել։ Ասեց համսով տվեց, համով տվեց։ Ու այսօր ես չեմ կարող իրանց հետ խոսամ, չէ, ես բան չունեմ ասելու։ Այդ թեման է։ Դուք չեք հիշի ինձ։ Պրոստը գիտես, եթե մարդուն ուզում ես որ ինքը նստի ու քո մեջքին ինչ որ մեկը մարդ լինի, ու այս մեր օրգանը շատ թույլ է, այն դե անց Էրեբունեն մուս փողոցում երեք մի հատ գիշերով խփեցին, չգիտեմ, կապած չէ, ավտոմոբիլից քշեցին, իմ տղեն ընտեղ դեղաճակ եղավ։ Մարդը իր երկրում իրավունք չունի հանգիստ քայլելու։ Իրավունք ունի, ես պետք է քայլեմ։ Դե տանից էլ անեիք, որ անել, դուք սկզբից շատ լավ արեցիք, ինչ որ արեցիք։ Դուք հոյակապ, ես ասում եմ, տեսակ, Մոսկվայից մարդիկ ասում են, ինչ ես տենց ասում, ասի, վայ դու չգիտես Նիկոլին, ասես դու հետո կտեսնես։ Ասեցի ոչինչ, որ տեսնեմ, ես կտեսնեմ։ Ու հիմա դրանք որ ինձ խոսում են, ես ջղայնանում եմ։ Աստված էր հետ Նիկոլ ջան, դու իմացին հենց բան արա, որ այս երեխեքը մի քիչ հենց այդ ենք անում։ Հենց այդ ենք անում։ Չէ, գիտես ինչ ես էլի եմ ասում։ Ես շատ հուզված եմ։ Չեմ ուզում երկար ուրիշ բաներ ասել։ Լավ է։ Մեր քարտեզից նվիրեմ ձեզ։ Չէ, շնորհակալություն։ Երեխեն վերցրեց։ Հա, երեխեն վերցրեց։ Այս կողմով մայրիկ ջան։ Հիմա տեսակ ու բան չասեցի, երկու բառ ասեցի։ Շնորհակալ եմ։ Այդքան անկիրճ չեմ։ Ամեն դեպքում շնորհակալ եմ, որ մոտեցաք եւ ձեր աջակցության։ Ես արդյոք ջուրը չէ, այո։ Ջուրը ասեմ Փաշինյանին ջուրը։ Հիմա միջալոց ջուր տվեք։ Էսկույնի շալվար էի հագել, էլ սա Պարոն Բարև ձեզ արեցիք, մենք ուսուցիչներ ենք 35 դպրոցից, ես սիրով ուզում ենք ձեր հետ նկարվենք։ Հաճիկով։ Թե կարելի է։ Իհարկե կարելի։ Ո՞վ է նկարելու։ Ին երավ։ Քարտեզ։ Հա։ Ջերմ բարևները Տիկին Աննային, Արտեմ Կիմային, ամուսնուս կորակվող աղջիկն է։ Շատ լավ է։ Քարտեզ ունեք քարտեզ։ Կարելի է, շնորհակալություն։ Շնորհակալություն բարևների Աննային, ասեք Սուսաննան Մուրադյան։ Շատ լավ, հաճիկ։ Կարող եմ նկարել։
Давай ձեր Իհարկե։ Շատ սիրուն է։ Մի րոպե քաղցրը։ Եվ թխվածք։ Այսպես Բարձես բան վարչապետ, ձեզ ուրախան ձեզ հանդիպելու։ Խնդիրը վանդանոց է կապված։ Ինչ խնդիր է։ Բունի բժշկակ, ես հիմա չեմ ասում, որ դուք սա նայեք, բայց ուզում եմ փոխանցեք դիմում չկա հետը։ Այս հաստատել ամուսնուց 2 ամիս առաջ դուրս են գրել հիվանդանոցից, մի քանի ժամանակով մահացել է։ Հիվանդանոցում չեմ կարող համապատասխանել ես Ինչ եք ուզում անեմ, Ես ասեք։ հիմա ուզում եմ որևէ անկախ սրտաբան Հայաստանում, որը կարող է այս փաստաթղթի հիման վրա օրիգինալները իմ մոտ են դիագնոզ տա եւ ապացուցի իրենց, որ իրենք սխալ են, որովհետեւ իրենք ամեն ինչ ասում են։ Տիկին, եթե գտնում եք սխալ տեղի ունեցել, կարող ճիշտ է նա, որ դիմեք իրավապահ մարմիններին։ Ուրիշով դատախազություն։ Գիտեք, ես առիթներ ունեցել եմ դիմել, ես այն ինչ որ դուք անում եք, ես շատ, ինչ ասեմ, շատ հավանում եմ ձեր իրական Հայաստանի ամեն ինչ, բայց գերատեսչությունները, տեսեք, ես առողջապահության նախարարություն եմ դիմել, քանի օր զանգում եմ, ոչ մի հեռախոս չի պատասխանում, նամակների իրենք դիմումը ուղարկել են նամակների բաժին, իբրև թե արագ արձագանքնա, շտով մի ամսի կարողանա, ես լավաշ պատասխան չեմ ասեք, ինչ եք ակնկալում, որ ես անեմ։ Ես ուզում եմ, որ դուք հանձնարարեք որևէ, եթե գիտեք սահրաբան, որ չի վախենում Հայրապետյանի, չի վախենում հիվանդանոցից, որ կարող է անկախ, որովհետև ես արդեն Եվրոպայից ու Ամերիկայից ունեմ բժիշկների իրենց Դե էլ եմ ասում, ձեր պատմածի ֆոնին առավել ևս ճիշտ է, որ իրավապահներ չեմ ուզում դիմել եվրոպական միջազգային ընկերություններին, որ Հայաստանի միջը չընկնի, որտեղ իմ պետությունը տվեք փորձեմ։ Արժեքավոր է։ Ըստեղ իմ անունն է, իմ հեռախոսի, Տիկինը կարծում է, որ սխալ դիագնոզ են դրել եւ սխալ որոշում են կայացրել, բայց ես կարծում եմ լավ տեսչականին փոխ տեսչական։ Ես Չապոյանին մանրամասը խոսեցի։ Շատ լավ։ Մեկ է ամուսինը սիրակահայ էր, եկել աշխատել այստեղի հաճախորդներն ասում են բացառիկ հազվադեպ բարության հետ։ Ցավակցում եմ ամեն Շնորհակալ եմ, բայց ինչ եմ ուզում ասել, մեկ էլ մի բան քաղաքապետին չտեսա։ Արինբերտի գերեզմանատունը սարսափելի սարսափելի աղբոր, գիտեմ, որ ժողովուրդը բայց խնդրում եմ բոլոր մի քանի Որ հատվածում է։ Հիմա քանի որ 2 ամիս առաջ են փոխարկավորել ամեն այդ բարձր կլորը ու ճանապարհն է շատ բարդ, չեմ կարողանա ոչ մենակ գնամ, ոչ սովորական տաքսիով գնամ, խնդիրներ կան ու մի բան էլ էլի մենք մեզ առաջարկեցին տարիներ առաջ Գերմանիա գնալ, Հոլանդիա գնալ, ամուսինս ասել ես չեմ եկել հայրենիք, որ հետո որովհետեւ Շատ լավ, ցավում եմ շատ։ Ես ուղղակի խնդրում եմ, ստիպված չլինեմ որ դիմել ուրիշ, որտեղ սա կյանքի իրավունքի ցավակցում